Հայաստանի Հանրապետությունում չկան կիրառման մեխանիզմներ, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, որոնք ապահովեն հաշմանդամների աշխատելու, կրթություն ստանալու, ազատ տեղաշարժվելու իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի համաձայն մեր երկրում հաշմանդամներն ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում։ Մինչդեռս հաշմանդամների մարզամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության անդամների Հայաստանում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքները պաշտպանված չեն։ Հատուկ կարիքներով մարդիկ այսօր ունեն խնդիրներ ավելի շատ ինտեգրվելու հասարակությանը, որով մենք մեր ուժերի չափով ամեն ինչ անում ենք սպորտի եւ մշակույթի միջոցով, ունեն աշխատանք գտնելու խնդիր, ամենադժվար խնդիրն է դա նրանց։ Պետական աջակցություն չենք ունեցել հիմնականում, ինչ որ որոշ խնդիրներ ճիշտ է կա, որ աջակցել են, շնորհակալ ենք բոլորից, բայց իրականում շատ ունենք մենք, շատ ունենք խնդիրներ, որ մասամբ գոնե պետք է, եթե ոչ ամբողջովին գոնե մասամբ պետք է, որ պետական հոգացությունը իր վրա վերցնի։ Կենտրոնն ունի շուրջ 200 շահառու, 50-ը երեխաներ են, ֆինանսական սուղ միջոցները հնարավորություն չեն տալիս կյանքի կոչել շատ ծրագրեր։ Խնդրի մասին ըստ հասարակական կազմակերպության նախագահի տեղյակ է Շիրակի մարզպետը։ Դիմում նամակ հասցեագրել են նաև մեր մարզից ընտրված падգամավորներին, սակայն նրանք խնդրին ականջալուր չեն եղել։ Հասարակական կազմակերպություններն ավելի ուշադիր են մեր նկատմամբ, քան պետությունը։ Ամենակարևորն այն է, որ պետությունը հնարավորություն չի տալիս, որ դու աշխատես։ Ամենամեծ խնդիրը դա է, եթե մարդիկ աշխատանք ունենան, ամեն խնդիրն է կլուծվի։ Խոստումներ բոլոր կուսակցություններից է խոստանում են, բայց դա ուղղակի ընտրության շեմին։ Ընտրություններից հետո չգիտեմ, ոչինչ չեն անում։ Կառավարության համապատասխան որոշմամբ այն գործատուները, ովքեր աշխատանքի կընդունեն աշխատաշուկայում անմրցունակ անձանց, աշխատավարձի 50%-ը կփոխհատուցվի պետական բյուջեից։ Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանց 1 տարով։ Մինչդեռ գործատուն շարունակում է չվստահել այդ խմբի մարդկանց, նշում է կենտրոնի համակարգողը։ Պետությունը երևի թե իշխանավոր անձինք մի քիչ թերի են նայում այս հարցին։ Մեզ համար ոչ մի բան չի արվել, անկեղծ կասեմ, չեմ վախենա երբեք, ոչ մի բան չի արվել, լավ խոսք կա, ասում են խոստարում եմ, իզուր տեղը չխոստանալ, ոչ մի գործատու է հաշմանդամ մարդուն աշխատանքի չի վերցնի, դա լոկ թղթի վրա է, ձևականություն է։ Արտյոմ Դիլանյանը նշում է 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնել է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների դաշտն ապահովելու բոլոր պարտավորությունները, սակայն իրականությունն այն է, որ փաստաթուղթը վավերացվել է միայն հայտարարելու համար, իսկ Հայաստանում սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել պետական ատյանների անտարբերության եւ անգործության պատճառով։ Փայլակ Ֆարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։